Բարև ձեզ սիրելի ռադիո լսողներ, Հանրային ռադիոյի եթերում բարձր գրականություն նախագծի հերթական հաղորդումն է, ես Արքունիկ Նիկողոսյանն եմ։ Մեր գրողներից ու հատկապես բանաստեղծներից շատերը ու հատկապես խորհրդային ժամանակներում այսպիսի մի սովորություն ունեին, արդեն առաջացած տարիքի փորձին զուգահեռ իրենց բանաստեղծական գրքերի հետ մեկտեղ մեկ էլ հրապարակ էին նետում խոհագրությունների, հոդվածների, չգիտեմ, անգամ հարցազրույցների ժողովածուներ, ինչպես ասում են, դիմանկարը, իրենց դիմանկարը ամբողջացնելու համար։ Վերջին տարիներին այդ գործին է միտված նաև բանաստեղծ Զավեն Բեկյանը, որը իր հերթական գիրքն է դրել մեր սեղանին, Աստեղային գիշերը հավասար, որում ընդգրկված են նրա վերջին տարիների խոհագրությունները, հարցազրույցները, նույնիսկ պատմվածքներ կան, թե ինչու է ստացվել այսպիսի գիրք, դրա շուրջ կզրուցենք բնականաբար Զավեն Բեկյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Բեկյան։ Ես պատահական չհիշեցի, օրինակ հիշում եմ, որ Վահագն Դավթյանը 88 թվականին ի սկզբանե իր բանն գիրքը տպագրեց, որտեղ սիրուն հոդվածներ կան գրականության մասին, բանավեճերի արտացոլումներ, հետո Գևորգ Էմին իր եռահատորյակի վերջին հատորը իր հոդվածները դրեց Սիլվա Կապուտիկյանն էր անում, հետո մի խոսքով այդ 60-ականների մեր դասական համարվող գրողները եւ սա գալիս էր ցույց տալու մի կողմից, որ գիտեք ինչ որ ստեղծել ենք, այդ բանաստեղծություններ են, բաներ են, հենց այնպես չի մուսան թելադրել է գրել ենք, այլ ունեցել ենք նաեւ տեսական հայացքներ, տեսական համոզմունքներ եւ այլն եւ այլն։ Հիմա ձեր բանաստեղծության որակը հատկապես վերջին տարիներին այնպիսին է, որ դուք նաեւ տեսաբանում եք բանաստեղծության մեջ, հա, շատ բանաստեղծություններ կան տեսական արժեք ունեն, ասում եք ինչ եք մտածում, ոնց եք մտածում, ոնց պետք է լինի։ Այդ դեպքում նման գրքերի կարիքը կա, մանավանդ երբ որ սկի պոեզիան չեն կարդում, մի հատ էլ դնես բացատրես ինչ է այդ պոեզիան ստեղծում օրինակ։ Գրերից ինչպես որ բանաստեղծությունը, ասենք չեմ մտածել որ այդ հեղինակի խոսքը։ Էս էլ է բանաստեղծության պես ծնված։ Հա, այդպես ներշնչանքով ալվել եւ որ շատ հավաքվել է, մտածել եմ մի առանձին գրքով թող լինի։ Բայց թե ընթերցողը ինչպես կընդունի, դա չգիտեմ էլի։ Ճիշտ մի որոշ պատրաստականություն է պետք, պատրաստվածություն, որ ասենք փիլիսոփայությունից եւ այլ պետք է տեղյակ մարդիկ լինեն, որ հասկանան ինչ եմ ասում էլի, մի քիչ բարդ մետաֆիզիկական բաներ կա էլի այդ։ Դե ես նկատեցի դե բնականաբար։ Մի խոսքով դա մի քիչ որ կոպիտ ասենք, թող շատերը ներեն ինչ որ մասսայական ընթերցանության համար չէ, ինչ որտեղ էլ պետք է որոշ էրուդիտ հայերեն ոնց է էրուդիտները հա այդ էրուդիցիա ունեցող որոշ պատրաստականություն ունեցող մարդիկ կարդան էսսեները իսկ պատմվածքները թարգմանություններ էլ կան այդ գրքի մեջ եւ հոդվածներ քիչ խառը գիրք է խառը մեծ մասը էսսեներ են ճիշտ է բայց մյուս բաները կարող են բոլորը կարդալ դրանք էլ մտցրել եմ գրքի միտեղ որովհետեւ անտիմանային ափսոս էր, եթե առանձին գրքով էլ այդքան ծավալ չկար, որ առանձին գրքով հրատարակեմ, այդպես կոլեկտիվ գիրք է ավելի կոպիտ։ Ամեն դեպքում գիրքը համարում եք հա ձեր ստեղծածի փոխանցման լավագույն աղբյուրը, թեպետ ես նկատում եմ, որ Facebook-ում էլ շատ ակտիվ եք, հա, եւ նույնիսկ պարբերաբար այսպիսի ստատուսներ եմ կարդում ձեզնից, որ այս վերջի հրապարակում սա վաղ էլ դուրս եմ գալու Facebook-ից կամ այս վերջին բանաստեղծությունն է, ոչ մեկ չի կարդում, ես էլ չեմ հրապարակելու եւ այլն, բայց այդուհանդերձ շարունակում եք հրապարակել։ Այդ դեպքում, երբ որ շարունակում եք հրապարակել ավելին գիրքը կա, նշանակում է գտել եք ինչ որ հասցեատերեր, պարոն Բեկյան։ Ըստ ձեզ ով է այս տեսակ հոդվածների հասցեատերը այնուամենայնիվ, հա, էլի ընդունենք, որ քչերը կկարդան, հա, բայց մեր բանաստեղծներից շատերը, օրինակ նույն մեծարենց երբ որ գրում էր իր ինքնադատության փորձը կամ ինտրան մյուսները, հա, գիտեին կոնկրետ հասցեատերերի, գիտեին որ իրենց իսկ բանաստեղծությունը որոշակի շարժում առաջացրել է կամ կառաջացնի, եւ նաեւ գալիս էին իրենց գեղագիտությունը բացատրելու։ Ես հարցս երկրորդն եմ էլի առաջին հարցից, երբ որ այսպես ձևակերպեմ, գոհեք ձեր պոեզիայի ընթերցման մակարդակից, արդյոք ընթերցում են եւ եթե այո ուրիշ հարց, եթե չէ, այս գիրքը ինչի համար է դեպքում։ Մտել գալ լրացուցիչ բացատրել ինչ բանա պոեզիան։ Ինչ հույս ունեք էլի։ Facebook-ում որ անկեղծանամ, նույնիսկ վերածվել է ինչ որ կախվածության պես բանի, ամեն օր մի բանաստեղծություն դնել, այդպես եւ այլ հոդված դնել, բայց իրականում որ շարժառիթը սա է, էլի որ
մամուլ չկա գրական եւ այլը դե կարծես կարիքն էլ չկա ինչ գրական կայքեր կան ճիշտ է ինչ որ կերպ ուզում եմ իմ տեսական ընկալումով ես չգիտեմ ովքեր են իմ ընթերցողները քանի հոգ են գոնե այդ ձևով հասցնեմ իմ գրածը էլի այդ նպատակը դա է Facebook-ով Պարոն Բեկյան, այստեղ մի ամբողջ բաժին կա խոհագրությունների, իհարկե ընթերցողը որ ծանոթանա կտեսնի դրանց որակը, ոճը եւ այլն, ընդհանրապես անդրադարձները բանաստեղծական արվեստին, ընդհանրապես գրականությանը, որտեղ արցակ տեքստերի մասին էլ եք շատ լավ բաներ գրում, բայց ինձ տպավորեցին հատկապես ձեր դիմանկարները, ես սրանք ընդհանրապես կարդացել եմ Facebook-ում Վահան Տերյանին, Հրաչյա Բեյլերյանին, Ռաֆայել Նահապետյանին, Ուիլյամ Ֆոլկներին, Հրանտ Մաթևոսյանին եւ Վարուժան Այվազյանին նվիրված դիմանկարներ են, հատկապես նրանց դիմանկարները, որոնք ձեր ժամանակակիցներն են եղել, մանավանդ Վարուժի մասին, Ռաֆայել Նահապետյանի մասին, ավելի այսպես ափսոսանքի ավաղումի շեշտադրում կա, հա, բայց միևնույն ժամանակ, երբ որ գրվում է իրենց մասին, նրանց չասեմ անմահ, բայց ավելի հեռագնա լինելու նաև խնդիրներ կա։ Ինչու է շատ ափսոսանքը եւ ավաղումը, երբ որ խոսում եք մեծ գրողների եւ մեծ գրականության մասին։ Դե իրենցից օրինակ Վարուժան Այվազյանը իմ մոտ ընկերներ, ասենք ում Բեյլերյանն էլ որոշ չափով շատ մոտ չեմ եղել, բայց որ կա ուղղակի կորցրած ընկերոջ կորուստի ցավը կա, դա է հիմնականում էլի։ Եվ փորձել եմ ինչ որտեղ իմ վերաբերմունքը նրանց ստեղծա արժևորել իմ ընկալմամբ ինչ են, բայց ավելի շատ ընկերոջ հանդեպ կարոտի ինչ իսկ գրականությունը այստեղ ինչ դիրքավորման մեջ է նրանց ստեղծած գրականությունը նրանց ստեղծած գրականությունը նույնքան սիրում էիք Վարուժին ինչքան իր ստեղծած գրականությունը կամ հակառակը իրեն ավելի շատ է սիրում, որովհետև գրականությունը մինչև վերջ չէի կարողանում հասկանալ։ Այ Վարուժի անունը ես պատահական չեմ տալիս, որովհետև Վարուժանը չընկալված գրողներից։ Մի քիչ կարող եմ խոսել իր մասին։ Այ իհարկե։ Այդ ժամանակվա արձակագիրն է եւ նույնիսկ նաև հիմա այս մեր ժամանակ ամենախորը եւ արձակագիրը արվեստ ունեցող արձակագիրը Այվազյան Վարուժանն էլի եւ ես էլ կարծեմ Facebook-ով էլ մի անգամ այդ մասին խոսել ենք որ ասել եմ ինչու՞ չէ դու ասիր մտադիր ենք հրատարակել իրան էլի որ հրատարակությունները բայց Վարուժան Այվազյանի ամենասիրելի գրողներից է ես ուզեցել ասել եմ մի քանի անգամ որ իր հանդեպ անտարբերություն կա մի տեսակ էլի նա անհրաժեշտություն է նրան վերահրատարակելը այդ կանենք չգիտեմ ինչքանով դա կիրագործվի Դա դահական ենք անպայման ծրագրել էինք մի քիչ խնդիրներ եղան, բայց ապագայում անպայման կանենք։ Հիմա պարոն Բեկյան, այդ անունների շեշտադրումը պատահական չէր։ Հրաչյա Բեյլերյան ընտիր բանաստեղծ եւ ընտիր թարգմանիչ։ Հրաչյային էլ շատ եմ իր պոեզիան։ Վարուժան Այվազյանը ընտիր արձակագիր, դե Մաթևոսյանի մասին խոսք չկա, Ռաֆիկ Նահապետյանը ընտիր արձակագիր, Ֆոլկները եւ այլն։ Արդյոք այս դիմանկարները հիշատակի այդ կարոտի խոսք լինելուց զատ նաեւ այսօր մեր գրական դաշտում ինչ որ արժեքայնություն պարտադրելու նաև արարքներ են ձեր կողմից։ Ինչու եք հիշում իրենց հենց գրականության գծով, որպեսզի այսօր սովորեն իրենցի, չգիտեմ, ինչ նպատակի են ծառայելու այս տեքստերը, էլի, պարոն Բեկյան։ Այդ այնպես չի որ պարզապես հիշեն, չէ։ Հոդվածների չափերը թույլ չէ տալի, որ ես խոսեմ իրենց գրականության մասին։ Բայց եթե հարկ լինի, հնարավորություն լինի եւ ծավալի տեղ լինի ծավալի Ես կարող եմ ամեն մեկի մասին իմ գրականության մասին, ոչ թե որպես ազնվորություն կամ ընկեր ահագին բաներ կարող եմ ասել։ Օրինակ ես վերջերս արդի AM գրական կայքը, չգիտեմ ձեզ հանդիպել է թե չէ, ես միշտ հետևում եմ Հրանտ Մաթևոսյանի մասին մի քիչ ընդարձակ հոդված եմ գրել վերջերս չեմ ասել մտցնել դեռ էստեղ ընդգրկված այդ գրքի մեջ չեմ ասել մտցնել բայց շատ լավ է ստացվել այդ հոդվածը էլի եւ դա արդեն հաջորդ գրքից մի գիրք էլ նախագծում ան նորից էսսեների բան արդեն կլինի այդ գրքի մի հատ էլ կար բանաստեղծության ներսի եւ դուրսը որը քննարկել ենք ելի մեր հաղորդաշրջանում եւ ասեմ որ ընթացքում չեմ գովազդում բայց հենց հիմա ասենք ընթացքի մեջ էջադրվում է իմ հաջորդ բանաստեղծական ժողովածուն մի հատ էլ
պայմանականորեն ասած անտիպոեզիա ուրվագծում դա էլ համարյա տպագրության պատրաստ է էլի։ Այ դրա համար եմ հարցում, էլի պարոն Բեկյան, ես գիտեք ձեր կենսագրությունը գրողական շատ լավ գիտեմ, նաև հետևել եմ ձեր բոլոր ժողովածուներին, վերջին տարիներին շատ առատ այդ ինչքան էլ դժգոհ կեցվածք ունեք երբեմն նույն Facebook-ում, բայց այնուամենայնիվ ձեր գրքերը առատորեն տպագրվում են։ Հիմա ոնց ինչ տանջանքների կամ ծախսերի գնով այդ էական չի, բայց ստանում եք համարժեք արձագանք ձեր չարչարանքին, ձեր տաղանդին, այդ ձեր մուսայի այցելություններին, որտեվ ես ձեզ շատ լավ գիտեմ եւ բոլոր ժամանակներում, նույնիսկ այն թուն բանավեճերի ժամանակ անտիպոեզիայի շուրջ եւ հետո միշտ եղել եք գրական կյանքի ակտիվության, այդ գրական ուղղությունները ճիշտ տանելու այդ ջատագով։ Այդ արձագանք գտնում եք դուք, արձագանք։ Գիտեք, գրքերի տպագրության մասին ճիշտ է, հիմա հաճախակ եմ գրքեր տպագրում, բայց շատ փոքր տպաքանակ է։ Դե դա նույնիսկ այդ փոքր տպաքանակը տեղ հասնում է, արձագանք գալիս է, բան Բեկյան։ Ինչքան որ կարողանում եմ, ասենք, իմ ընկերներին, ասենք, բաժանել, որոնք գիտեն, որ անպայման կկարդան այդ գիրքը, էլի։ Այդքանն է եւ նորից դառը խոստովանություն անեմ, որ անդադ մղում եմ դառը խոստովանություն։ Իմ դառը խոստովանություն անեմ, որ հիմա գրքերի ուղիղ ճանապարհը նվիրելն է, բայց իմ շրջապատը այնքան չի վաճառում, ուղղակի չի վաճառում, էլի։ Իմ շրջապատը մանավանդ պոեզիան։ Իմ շրջապատն էլ փոքր է, չգիտեմ, իմ անհատականության հատկություններից դեպի չգնակած մարդ եմ, էլի։ Այսինքն այն մարդկանց, որ այդ տպաքանակը պետք է բաժանեմ, քիչ են, էլի։ Եվ կապոցներով տանը այդպես գրքերից հավաքվել են, չգիտեմ դրանք ինչ անեմ, էլի։ Հիմա մի հատ թարմ օրինակ ասեմ, այն օրը բուգինիստից զանգահարեցին, ասին պարոն Բեկյան, մի 3 գիրք ունեմ, պես վերջերս տպագրված իրանց մոտ վաճառվել, էլի։ Այս գրքերը չեն վաճառվել, ինչ անենք, կարծեմ մի 2-3 հատ էր վաճառվել, էլի։ Ինչ անենք, ասի եկեք տարեք, էլի, ոնց ասած, ասի չէ, եկող տանող չկա, իրանց մոտ, չգիտեմ ուրիշ գրախանութների միջպես է, իրանց մոտ մի սկզբունք կա, էլի։ Եթե հեղինակի ցանկությամբ իրանք ասի այդ բոլորը տվեք նվիրատվություն արեք, հիմա ինձ ֆինանսական կողմը չէր հետարկում, ինձ կարևոր է այնքան հասնի ինչ որ մեկը հասնի կարտա, էլի այդպես։ Լավ, պարոն Բեկյան, այդ պարագայում ինչն է ձեր այդ ստիմուլ կոչվածը, ինչն է դες մղում միշտ գրել, միշտ լինել այսպես process-ի մեջ, միշտ լինել կիզակետում, հա, եւ ոչ միայն գրել, այլ նաեւ բանավիճել, մունատ գալ տեղ-տեղ, չէ, նաեւ քննադատությունների տարբեր այսպես ոչ ձեզ հարազատ ընկալումներ մեկնաբանել այդ Facebook-ի անտիրույթում հիմա կոնկրետ եթե վերադառնանք գրքին նաև պատմվածքներ գրել, թարգմանություններ կատարել, չգիտեմ, ամեն ինչ ինչն է ձեզ մղում այդ ամեն ինչը այս տխուր ժամանակներում քանի որ իմ ամենասիրած գիրքը Աստվածաշունչն է այնտեղից օրինակ բերեմ էլ հա Հովսեփ Գեղեցիկը որ գնաց Փարավոնի մոտ հազնի երազը տեսավ չէ նիհար կովերի եւ լիքը նա կռահեց եւ մի քանի տարվա 7 տարվա պաշար կուտակեց հացահատիկի որ 7 տարի հետո գիտեր որ նա այդ պաշարը պետք է գալու էլ հիմա իմ մոտ մի այսպեսի թակուն հույս կա որ ես ինչ որ բնությունը Աստված ինձ տվել է ես անեմ չնայելով թե դա ինչպես է ընդունում 7 տարի հետո սովը կլնի եւ կօգտվի 7 տարի հետո միգուցե ինչ որ մեկը ասենք ազգային գրադարանում փորփրի եթե համարի արժեքավոր դրանք վերահրատարակի, չգիտեմ դրանց մասին եթե պետք է անպայման հիշում մի հոդվածի կարծեմ քեզ ճակերտների մեջ քեզ հակադրված հիշում եք մի հոդվածի ահա այնտեղ դուք գրել եք որ բանը ճանաչման չի գնում էլի այդ տեսակը ասենք ֆիլոսոփայական եւ այլը ես նաև ժամանակներից հա ժամանակի հետ կապված է ես այնտեղ գրել էի որ իսկ լավ արժեքը իհարկե ես չգիտեմ իմ ստեղծածը ինչ արժեք ունի բայց լավ արժեքը երբեք գրական պատմական փորձը ցույց է տալիս որ չի կորում գալիս է ժամանակ որ բոլոր բնագավառներում երաժշտություն լինի Բախի օրինակն է բերել Բախին Մենդելսոնը հայտնաբերեց ինչքան գիտեմ էլի մոռացվել է Եթե արժեքավոր բան է, դա վաղ թե ուշ շրջանառության մեջ կմտնի, միգուցե ասենք ես չտեսնեմ, եւ գուցե ասենք մեծ կարծիք եմ իմ ստեղծածի ասենք իմ գրածի մեջ շատ բաներ անհետացել գնացել են, ոչ մեկը տեղը չգիտի, էլի։
դա արդեն գրքի ճակատագիրն է, դա գրողից կախված չի։ Գիրքը իր ամեն գիրք դա ինչ որ միստիկ բանով վերցնենք, դա էլ իր ճակատագիրը ունի, էլի։ Նորից Հյոլդերնի օրինակը բերեմ, Հյոլդերնին նույնիսկ 7 բանի տեղ չդրեց, բայց 100 տարի հետո մոռացվել էր ընդհանրապես 100 տարի հետո նա մեջտեղ եկավ եւ համաշխարհային գրականության վրա մեծ ազդեցություն ունեցավ, էլի։ Դե լինում են այդպիսի բացառիկ օրինակներ, բայց ես միշտ դրա շուրջ մտածել եմ, բայց նաև մտածել եմ, որ ամեն դեպքում ժամանակները ուրիշ էին։ Ժամանակներ կան, որոնցում այդ հոգևոր բաները այնքան են կուտակվում, ներքին տարածքում այնքան են կուտակվում, որ մի օր կպայթեն։ Մեր ժամանակները մի քիչ շատ են անհոգևոր։ Այսինքն այ դուք հույս ունեք, բայց ես մի քիչ հորատես եմ այդ առում, որտեվ հոգևոր կուտակումներն են մեր ժամանակներում մի քիչ դժվար գնում։ Այսինքն չկա ինչ որ կուտակում, որ հետո հույս ունենաս ինչ որ կպայթի։ Ես էլ այդպես ողբերգական ապրումներ ունենում եմ, բայց այն ինչ որ Աստված տվել է ինձ, ես պարտավոր եմ դա մեջտեղ բերել, անկախ նրանից ինչ կլինի, էլի։ Պարոն Բեկյան, գրքում ասացի, որ կան նաև պատմվածքներ, որոնք քիչ էլ չեն, կարելի ասել մի գրքի նյութ պատմվածք են, հաշվառնելով, որ դուք ունեք նաև պատմվածքների ժողովածու, որ այդքան էլ մեծ չի, մի քանի պատմվածքեր մեջ է, մի ժողովածու օրել։ Ինչ է պատմվածքը ձեզ համար եւ արդյոք այդ ժանրը այնքան չեք կարևորում, որ ձուլել եք ահա այս հոդվածների, հարցազրույցների, թարգմանությունների եւ ինչու՞ չէ Facebook-յան ստատուսների հետ։ Այդ միշտ ձգտում եք, չէ, առանձին բանաստեղծական գիրք անեք, բայց պատմվածներին ինչ եք այսքան ասենք տարբեր ժանրեր հավաքվել են այդ գրքի մեջ, թարգմանություններ եւ այլն, բայց ամեն մեկ առանձին այդքան ծավալ չուներ, որ առանձին գրքով անեմ, էլի։ Այսինքն ծավալն է խնդիրը։ Ծավալ գիրք ժանրի հետ խնդիր չունեն։ Գիրք դառնալու ծավալ չունեն, բայց եթե չէի էլ ուզում անտիպ մնալ, էլի, համարում եմ լավ բաներ են, թող տպագրվեն, էլի։ Դրա համար մի քիչ կոպիտ ասած Հաջապ Սանդալ գիրք ստացվեց, էլ Հաջապ Սանդալը կարծեմ ճաշատեսակ է, չէ։ Այո, Հաջապ Սանդալ։ Ես իդեպ ասեմ, այս կարող է մեր ընթերցողներին օգտակար լինի, բացի այն որ լավ բանաստեղծ եք եւ լավ գեղագետ, պարոն Բեկյան, նաեւ շատ լավ ճաշակ ունեք եւ գիրքը որ կարդում էի, ընդհանրապես ձեր հրապարակումները որ կարդում մանավանդ այլոց մասին, միշտ չափազանց ընտիր մեջբերումներ եք անում, չափազանց ընտիր մեջբերումներ տարբեր գրողներից, այս գրքում էլ հենց կարծեմ առաջին հոդվածում էր Հրաչյա Բեյլերյանի առած թարգմանությունը Օսիպ Մանդելշտամից, շքեղ իսկապես եւ գործը եւ թարգմանությունը, ինչպես ձևակերպում եք ամենախորհրդավոր բանաստեղծություններից է, եւ ես որպեսի այնպես չլինի, որ մենք շատ հոռետեսական խոսեցինք գրքի մասին, բացի այն որ կա վերաբերմունքը, կա գնահատական այսօրվա process-ների գրականության եւ այլն, այլ նաեւ աստեղային գիշերը հավասարը այլ տեղեր տանող գիրք է, եթե ոչ մի բան, հա, որովհետև մեջբերում եք գրողների, բանաստեղծների, խոսում եք գրողներից, բանաստեղծներից եւ առնվազն մեծ հետաքրքրություն եք առաջացնում իրենց հանդեպ եւ օրինակ ես ինքս այս գրքի թելադրանքով երեք էլի կարդացել եմ Մանդելշտամի բանաստեղծությունները Հրաչի թարգմանությամբ։ Այնպես որ սա էլ կարող ենք համարել դրական հատկանիշ։ Գիրքը վաճառվում է, չէ, ինչ որ տեղերում։ Այսինքն մարդիկ կարող է լինեն ուզենան ձեռք բերել։ Դրել են վաճառքի, ճիշտ ասած նախկին գրքերը մի քանի գրականություններում էի դրել, այդ վիճակից ելնելով որոշեցի որ միտք չունի ուրիշ տեղեր դնել, դրեցի միայն Բուկինիստում։ Բուկինիստը մի քանի մասնաճյուղեր ունի եւ կարծես թե այնտեղ շատ են մտնում էլ ընթերցողները։ Հա, դա մեր ամենամեծ գրախանութն է։ Միայն Բուկինիստում, այ հենց այսօր կարող են գնալ եւ գնել գիրք։ Ու սա ստացվում է այնպես, որ դեֆիցիտ գիրք է այնուամենայնիվ, որտեղ տպականակն էլ մեծ չի եւ ես հուսով եմ, որ այս գիրքը ձեռք կբերենք կարդան, եթե չէ, առնվազն հետևեք Զավեն Բեկյանի Facebook-յան էջին, իհարկե։ Ես քանի որ տնտեսագետ եմ, մի քիչ ֆինանսական բաներ են պատտվում գլխիս մեջ էլի։ Ասեմ, որ իր ծավալը համեմատ գրքի 260 էջանոց գիրք է, իմ կարծիքով գինը մոտավորապես 3000 շատ թանկ չի, էլի, կարող շատ լավ, շատ լավ։ Էդ էլ արդեն բոնուս։ Շնորհակալ եմ, պարոն Բեկյան, որ ինքնագովաստ։ Ես էլ շատ շնորհակալ եմ հարցազրույցի համար եւ ռադիոյի աշխատակիցներից եմ շնորհակալ ես կազմակերպելու համար։ Դեռ կհանդիպենք վստահաբար։ Շատ շնորհակալ։ Սիրելի ռադիո լսողներ, վերջում հիշեցնեմ, որ Հանրային ռադիոյի եթերում բարձր գրականություն նախագծի երթական հաղորդումներ, ես Արքմենիկ Նիկողոսյանն եմ, զրուցում էի բանաստեղծ Զավեն Բեկյանի հետ, մեր զրույցի առիթը նրա նոր
հոդվածների, էսսեների եւ հարցազրույցների ժողովածուներ, աստեղային գիշերը հավասար, լավ եղեք։